Ամազոնի Օզոնի City անուններից տարածվող աշխատանքի ընդունման մասին այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ընդ որում այս տեղեկությունները տարածվում են տարբեր սոցիալական ցանցերի անհայտ ծագման էջերից, գովազդի միջոցով։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը ներկայացնում է զեղծարարների մեխանիզմներից մեկը, անցնելով հղումով բացվում է տելեգրամյան օգտահաշիվ, որին գրելու դեպքում տրվում են հանձնարարություններ, օրինակ հավանել որևէ կայքէջ, հղումներ տարածել, որոնք կատարելու դեպքում անձը գումար է վաստակում, իսկ երբ ցանկանում կանխիկացնել գումարը, տվյալ դեպքում անհրաժեշտ է, որպեսզի լրացվի բանկի անվանումը, բանկային քարտի համարը եւ անունը։ Երեք տվյալները լրացնելուց հետո զեղծարարները հնարավորություն են ունենում հեշտությամբ օգտվել, այսպես ասած, ծուղակը ընկած քաղաքացիների բանկային տվյալներից։ Գրիգոր Ներսիսյանի խոսքով զեղծարարների հեռախոսահամարները գրանցված են արտերկրում, Ֆիլիպիններում, Բանգլադեշում, դեռ չի հանդիպել խաբեության ճանապարհով հավելված ղեկավարող անձանց հայկական հեռախոսահամարներ։ Տվյալ դեպքում հայերենով են շփվում, երբ գրում ես կոնկրետ հարց ես տալիս, տված անկախ հարցերի բովանդակությունից պատասխանները կոնկրետ մշակված տեքստերով են լինում, երբ որ հետևում ենք հայտարարությունների հղմանը, կամ տանում են դրանք Telegram-յան որևէ ալիք կամ WhatsApp կամ նաև կարող են տանել իրենց կողմից արդեն ստեղծված կեղծ կայքը։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը այս խարդախությունների վերաբերյալ ահազանգեր շատ է ստացել։ Սովորաբար մարդկանց հետաքրքրում է այդ տեղեկությունները իրական են թե ոչ, քանի որ առաջարկները գայթակղի չեն։ Օրական 50,000-ից 100,000 դրամ, մեկ պարզ առաջադրանքը 2,000 դրամ, աշխատանքային ազատ գրաֆիկ 3-ից 5 ժամով։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կեղծ աշխատանքներին վերաբերող մեկ այլ մեխանիզմ է ներկայացնում։ Ասում են դուք այդ օրինակ գումար եք դնում, այդ գումարով մենք ապրանք ենք առնում, Amazon-ում վաճառում ենք, դուք դրա վրա տոկոս եք ստանում։ Մարդ ուրախանում է, ենթադրենք մի 10,000 դրամ դնում է եւ իսկապես իրան ինչ որ գումար են տալի, ենթադրենք մի շաբաթ հետո 15,000 հետ է գալիս։ Վերջում արդեն մարդ գիտեն, որ ամբողջ իր գումարները, որ 50-60 տարի հավաքել է, հանում դնում է կամ պարտքա վերցնում ու գնաց, այդ փողերը կորում են։ Մեդիա փորձագետը նշում է, ամբողջ աշխարհում սրանք բարդ բացահայտվող հանցագործություններ են եւ հավանականությունը, որ զեղծարարների խումբը կբացահայտվի, փոքր է։ Բայց եթե դուք չդիմեք իրավապահներին, եթե այդ խումբը բռնվի, դուք չեք կարող հետո պահանջել, որ ձեր գումարը հետ տա։ Եթե դիմեք, գոնե շանս ունեք, որ ենթադրենք 3-4 տարի հետո դրանց բռնեն, դուք կլինեք այդ ուժածների ցանկում։ Մասնագետների խորհուրդն անփոփոխ է։ Նման հայտարարությունների հանդիպելու դեպքում անպայման ստուգել առաջարկը տարածող աղբյուրի արժանահավատությունը եւ ցանկացած պարագայում զերծ մնալ անհայտ կայքերում անձնական կամ բանկային տվյալներ լրացնելուց։ Լիանա Խաչատուրյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։